Եզրագծից այն կողմ հայտնված մարդիկ և մարդկային ճակատագրեր, յուրաքանչյուր աշխատանքային երեկո բարև ձեզ, դուք հայտնվել եք կիսաբաց լուսամուտներից ներս։ Ինչպես Լաուրա Ղազարյանն է ասում, ամբողջ կյանքում ստիպված եղավ իր ուսերին կրել աղջկա, Արուսի հոգսը, ով սկզբում հայտնվեց հոգեբուժարանում, իսկ հետո արդեն դուրս եկավ մայրուղի։ Բախտի անիվը տիկին Լաուրային չժպտաց նաև փեսայի հարցում։ Երեխաների հայրը Կարեն Մկրտչյանն այժմ գտնվում է կալանավայրում։ Մեծացնելով թոռնիկներին, Լաուրա տատիկը շարունակ իրեն հարցնում է. «Մեղքս ո՞րն է»։ Մտահոգվելով Նարեկի և Սուսաննայի վաղվա օրով և փորձելով աղջկա դժբախտության մեջ գտնել սեփական մեղքը, տիկին Լաուրան այսօր երկրի գլխավոր թոք-շոուի տաղավարում է։ Մեղքս ո՞րն է։ Կիսաբաց լուսամուտներից ներս։ Դիմավորենք մեր այսօրվա առաջին հյուրը Լաուրա Ղազարյանն է, նա այստեղ է։ Բարի երեկո տիկին Լաուրա, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար, եւ այսպես ինչպես սկսվեց այս պատմությունը։ Ճիշտն ասած, աղջիկս, որի մասին պիտի պատմեմ ձեզ, ինքը իմ երրորդ աղջիկս էր, շատ քույրերից ավելի ակտիվ, ավելի զգացմունքային։ Եվ դրանով էր պայմանավորված, որ ինքներդ այսօր ասում եք այն մասին, որ 4 երեխաներից ամենաշատը նրան եք հենց ջերմություն ու սեր տվել։ Ուշադրություն առավել ևս։ Ջերմություն, սեր արդեն ես տվել եմ հիվանդությունը դուռը թակելուց հետո։ Այդ ժամանակ փոքրս տղաս 12 տարեկան էր, ես արդեն նրան ոչ մի սեր ջերմություն չէի կարող տալ, քանի որ իր հետ աղջկաս Արուսի հետ այդ ծանր հիվանդությունը պատահեց, ու ես ամբողջ իմ ուշադրությունն ու սերը տվեցի նրան։ Դուք ասում եք, որ հիվանդության կամ նրա վիճակի վատթարացման արմատները գնում են դեպի նրա 9-րդ դասարանը, երբ ինչ-ինչ պատճառներով դուք նրան դպրոցից հանում եք, ուղարկում եք Ռուսաստան ձեր քրոջ մոտ։ Այո։ Ինչու։ Ճիշտն ասած, ես ուզում էի իրան ինչ-որ լավ բան ավելի, որովհետև մտածում էի, որ չի կարող 10-րդ դասարանից հետո իրան ուսումի տայի, մտածեցի ուղարկեմ ոնց որ քաղաք, երեխան ավելի մի որևէ լավ բան տեսնելու, միգուցե այնտեղ որևէ արհեստ կարողանա ձեռք բերել, իրա լավի համար, էլի ոնց որ, բայց ոնց որ ես սխալվել էի, որովհետև ինքը չէր կարողացել հարմարվել իրանց ընտանիքի մեջ։ Ինչու։ Չէր կարողացել հարմարվել, որովհետև ինքը շփման հետ խնդիրներ ա ունեցել։ Լավ, դուք դա նախաձեռնությունը ձեռնարկելուց հետո որքան ժամանակ անց իմացաք։ Ընթացքում բարեկամներից այցելում են քրոջս տուն, իհարկե ինքը աչքի անկնում իրա այդ մի տեսակ կաշկանդված վիճակներով, մեկուսացված կաշկանդված վիճակներով։ Այսինքն ձեր նախաձեռնությունից որքան էր անցել այս, քանի ամիս հետո է։ Մոտ մի 5 ամիս անց։ Այդ 5 ամիսների ընթացքում շփման ժամանակ չէր զգացվում, որ նա կաշկանդված է։ Ինքը նամակներ էր գրում կարոտով ընկերների վրա, իմ վրա, ձեզ շատ եմ կարոտել, շատ եմ, բայց ընդհանուր առմամբ ոչ մի պրոբլեմի մասին ոչ մի բան չի ասել։ 9 ամսից տուն ա եկել, դարձյալ ինքը ոչինչ չի ասել, որոնտեղ ես կաշկանդված եմ եղել, որոնտեղ ամբողջ օրը իրանք ասում են, խոսում են, ծիծաղում են, ինչ որ մի փոքր բանից անգամ ես խռովում եմ, իրիկունը իրանքը նստում են հաց ուտելու, ես խռոված գնում եմ պարկում եմ, ու գիշերները չեմ քնում, սովածությունից իհարկե։ Հաջորդ օրը նորից նույնը կրկնվում է, որովհետև ինքը շատ ակտիվ երեխա եղել, Հրաչ ջան, ինքը անդադ փակված ա եղել տան մեջ։ Ասենք որևէ տեղ շրջագայել, որևէ տեղ գնալ, այդպես բաներ չի եղել։ Ասենք տան մեջ, ընդամենը ինքը հիշում է, որ մի անգամ քրոջս աղջկա հետ ատամնաբուժարան են գնացել,
ու եկել։ Էդ ա եղել։ Մի անգամ ծով են գնացել, անգամ այդ օրն էլ ինքը խռովել է, էլի հաս չի կերել։ Ինչից էր նեղանում։ Չգիտեմ ինչից է նեղացել ընդհանուր առմամբ, միգուցե հենց խնդրեմը իր մեջ ա եղել, որ ինքը տենց նեղած կոտ ա եղել, կամ միգուցե կարոտությունից եւ այլ։ Լավ, երբ որ եկավ, վերադարձավ, հա, ասեցին բարեկամները նրան տեսնելով, որ իրավիճակը իրականում դեպի լավը գնալու փոխարեն կտրուկ վատացել է, նրան վերադարձնում է Երևան։ Դե ինքը որպես հա երեխա է ասելա, դե արդեն գնում եմ, քույրս ուղարկել է, բայց հենց սկզբի օրերին ես նկատում եմ, որ գիշերները ինքը լավ չի քնում, իմ նույն սենյակում են քնում, կողքս ա պառկում, նկատում եմ, ես քնում եմ, հելնում եմ, ես աղջիկը աջ ու ձախ թավալ ա տալիս, նայում եմ, քնած չես Արուս, չէ, քունս չի տանում։ Դե ես ընդհանրապես կասկածանք չեմ ունեցել, որ իր մոտ ինչ-որ մի քնի խանգարում ա եղել կամ ինչ ա եղել։ Ու տենց մի քանի ամիս տևեց։ Բայց մինչ այդ էլ իր գալուց անմիջապես հետո արդեն ապրիլի վերջերն էր, վերջի զանգն էին նշում իր դասարանցիները, ինքը 9-րդ դասարանից էր, չէ, գնացել։ Ինքը սկսեց անընդհատ գնալ դպրոց գալ, որ ես պիտի վերջի զանգին անպայման մասնակցեմ։ Բայց տնօրենը արգելել է կտրականապես, որ դուք չպետք է մասնակցեք, քանի որ դուք 10-րդ դասարանում չեք նստել, չեք սովորել իրանց հետ։ Արգելել է, ինքը անկապ, չգիտեմ, երևի իր մեջ ինչ-որ արդեն նստած էր, ինչ-որ բան արդեն իր մոտ այն չէր։ Ըստ ձեզ, եթե մենք այնուամենայնիվ հանրագումար անցկացնենք, հա, դեպքերի, դրանց հերթականության ու ընդհանուր առմամբ կարևորագույնների, ինչն է ազդել նրա հոգեկան վիճակի վրա, ինչն է այսօր այն իրավիճակի մեղավորը, որ մենք տեսնում ենք։ Ինձ թվում է ինչ որտեղ կարոտությունը, ինչ որտեղ էլ ինքնտեղ իրան ազատ չի զգացել, իրան առանձնապես ուշադրություն չեն դարձել որպես հյուր, ինքն էլ ինձ թվում է այն բնավորությունը չի ունեցել, որ ինքը այդ իրանց վերաբերմունքը մի կողմ դնի, ինքը իրան ազատ զգա, լավ զգա, կաշկանդված ա եղել, չգիտեմ, ինչ որտեղ է մեր բարեկամներից, իհարկե հարազատներից անունը չեմ ուզում տալ, ասում է ինքը երևի տեսել ա նրանց հայր ունեն, հոր հետ ասում են, լսում են, շփվում են, ինքը չի ունեցել, նախանձել ա, չգիտեմ ինչ, բայց ես այդ մտքին համաձայն չեմ։ Ուղղակի երեխա է, գյուղից գնացած, իրանք Ռուսաստանում ապրած, իմ երեխեքի տարիք երեխեք են, իրանք ազատ շփվել են, ասել են, լսել են, կողից իրան այդքան էլ երևի ուշադրություն չեն դարձրել։ Ինչպես է ստացվում, որ հոգեկան անհավասարակշիռ կինը կարողանում է ամուսնանալ, 2 զավակ ունենալ ու դուրս գալ մայրուղի։ Փոքրիկ դադարից հետո մենք փորձում ենք հասկանալ այս պատմության մասնակիցներից եւ յուրաքանչյուրի մեղքը որն է։ Կիսաբաց լուսամուտներ հիմնադրամը օգնում է հարյուրավոր ընտանիքների։ Ոչ մի խնդիր, որ երբևէ բարձրաձայնվել է մեր թողարկումներում, անպատասխան չի մնացել։ Եվ հիմա մենք կոչ ենք անում ցրել անտարբերությունն ու անverջ բողոքելու փոխարեն գործել, օգնել այն մարդկանց, որոնք ունեն դրա կարիքը, փրկել մեկ ճակատագիր, օգնել մեկ երեխայի, սրբել մեկ մոր արցունքներ։ Չկա ավելորդ օգնություն, չկան փոքր նվերներ, կա ցանկություն, որը միավորում է մեզ։ Կատարեք դրամական անվանական փոխանցումներ մեր հաշվեհամարներին։ Երկրի թիվ 1 թոք-շոուն բացել է իր դռները բոլոր նրանց առջև, ովքեր օգնության, սեփական պատմությունները, խնդիրները եւ կարծիքները բարձրաձայնելու կարիք ունեն։ Բոլոր նրանց, ովքեր խճճվել են կյանքի բարդ իրավիճակներում։ Բոլոր նրանց, ովքեր հուսահատվել են։ Առաջին աշխատավարձով դու ինչ ես գնել։ Քուրիկիս համար մի բան կա մաքուր մեղր։ Ում կյանքը իրականության ու ստի մարտադաշտ է դարձել։ Մենք պատրաստ ենք օգնել։ Պոլիգրաֆ սարքի միջոցով ճշմարտությունը բացահայտելով 99.9%-ով։ Եվ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հենց տաղավարից հետևել իրադարձությունների զարգացմանը։ Ես ուզում եմ օլիգարխ ուսուցիչ դառնամ։ Մասնակցել նկարահանումներին, ունենալ հնարավորություն հենց տաղավարում արտահայտել սեփական կարծիքը, կարող են զանգահարել մեզ եւ գրանցվել։ Բոլորին երջանկություն, goodbye։
Իսաբաց լուսամուտներ։ Երկրի թիվ 1 թոք շոուի բոլոր թողարկումները դիտեք YouTube-ի ATV հեռուստաընկերության պաշտոնական ալիքում։ Արտահայտեք ձեր կարծիքը, ծավալեք քննարկումներ Կիսաբաց լուսամուտների Facebook-յան պաշտոնական էջում։ Հետևեք մեզ նաև Twitter-ում։ Ձեր կարծիքը կարևոր է մեզ համար։ Միացեք մեզ աշխարհի ցանկացած կետից։ Համացանցում մենք հասանելի ենք 24 ժամ շարունակ։ Կիսաբաց լուսամուտներ։ Բարի երեկո, եթե նոր եք միացել մեզ, շնորհակալություն ուշադրության համար, դուք դիտում եք Կիսաբաց լուսամուտները։ Մեղքս որն է։ Վերադառնալով հիշեցնում ենք ձեզ Կիսաբաց լուսամուտներ բարեգործական հիմնադրամի մասին։ Մենք այն ստեղծել ենք, որպեսզի միասին կարողանանք օգնել այն ընտանիքներին, ովքեր դժվար կացության մեջ են եւ այսօր մեր ու ձեր օգնության կարիք ունեն։ Կատարեք անվանական դրամական փոխանցումներ այն հաշիվներին, որոնք տեսնում եք ձեր էկրանների ներքևի հատվածում կամ զանգահարեք թեժգից 060 50 33 17։ Վերադառնալով տաղավար Տիկին Լաուրա, ինչպես Արուսը ծանոթացավ այն տղամարդու հետ, ով հետագայում նրա ամուսինը դարձավ։ Մեկ ընտանիքով ես ոնց որ ռիսկ հավաքեցի, չգիտեմ, այ խայտարակ վիճակներից էր, որ մեկ գյուղում տեսանք իրա պատճառով։ Նկատի ունեք դրա հոգեկան խնդիրները։ Այո, հոգեկան խնդիրներն ամենասկզբից իրա վատ վիճակ ընկավ ինքը, չէր խոսում, տեղափոխեցինք Երևան, Նորք բժշկական կենտրոն, մեկ ամիս բուժում ստանալուց հետո բժշկուհին դեղերը նշանակեց, որ պետք է շարունակենք, ասեց, որ ամեն օր պիտի օգտագործել դեղերը, բայց քանի որ ինքը էությամբ մի քիչ չլսող, չենթարկվող, կամակոր ազնվորություններ, մեկ դեղերը չենք կարողանում իրան տայինք։ Մի որոշ ժամանակ անց ինքը ակտիվացել ու ոչ նորմալ արարքներ էր կատարում գյուղում։ Կարող է գիշերվա կեսին դուրս գար գյուղի կենտրոնական մասում բարձրաձայն ելույթներ ունենալ եւ այլ բաներ։ Ելույթներ ունենալ ասելով ինչ նկատի ունեք։ Ելույթներ ունենալ, ասենք անկապ ինչ որ մի որևէ թեմա կամ որևէ բանաստեղծություն կամ թեկուզ կանչեր ժողովուրդ եկեք եւ այլ այնպիսի իրավիճակներ։ Արուսի պահվածքի պատճառով դուք փոխում եք բնակավայրը, որի տեղ գյուղից տեղափոխվում եք պահվածքի պատճառով։ Հետո բացի դրանից ինչ որ տեղել դեռաժմ այն ժամանակ մենք իրան էինք խղճում։ Իրան էինք ուզում էլի ուշադրություն կենտրոնացնեինք իրան վրա, իբր թե ինքը վատ ազգում, որտեղով գյուղը բոլորը ճանաչում են, որտեղով անցնում է, հարցում են Արուս ոնց ես, ինքն էլ վատ ազգում ինձ ինչ ա եղել, որ ես ոնց եմ։ Տիկին Լաուրա, ինչպես ծանոթացավ Արուսը Կարենի հետ։ Մեկ տեղափոխեցինք Բալահովիտ գյուղ, ինչ որ ծանոթի միջոցով, որտեղ մեկ ապրում ենք կողքի տանը, ինչ որ մի կին եկել Վարձով էր ապրում, ու այդտեղ իրա ինչ որ ամուսնու տղան հյուր էր եկել իրենց։ Դե Արուսը քանի որ ակտիվ երեխա էր, ներսու դուրս էր անում, անընդհատ շարևանների հետ շփվում էր, կողքի դարպասն է։ Մի օր եկավ, ասես մամա, այն դարպասի մոտ մի հատ սիրուն տղա եմ տեսել, ինձ դուր ա եկել։ Ասի հետո ինչ քեզ դուր ա եկել, դու էլ պիտի իրան դուր գաս։ Իսկ հաճախ էր տղաների հավանում։ Դե մինչ այդ ինքը ընդհանրապես ոչ մի տղայի հետ էլ չի շփվում։ Սա առաջին դեպքն էր, երբ խոստովանել է, որ իրեն դուր է գալիս տղա։ Մինչ այդ ինքը մինչև այդ հիվանդությունը պատահելը եղել է առիթներ, որ ցանկացել են տղաներ շփվեն, ինքը չի ցանկացել։ Դե ես էլ ճիշտն ասած ինքը որ տենց ակտիվ էր, չէի կարող։ Իրան ինչ որ բան արգել էի։ Կամ ամեն րոպե կարաս հսկողություն, մանավանդ հիվանդ մարդ ակտիվ։ Գնում գալիս էր դրա հետ շփվում էր, խոսում էր, նամակներ էր ուղարկում, մեկ էլ տեսնում ենք տանը մի համով կամ քաղցր բան, շուտ փաթաթում էր, հասցնում էր դրաստուն։ Տենց ստացվեց, որ տրախորդ մայրը մի օր եկավ, ասես գիտես, որ աղջիկդ մեկ էլ մեր էս տղան, դե այդ տղայի վիճակն էլ շատ անհույս էր, հաշվանդամություն ուներ, համարյա կարելի ասել ոչ մի տեղ չուներ ապրելու, երևի եկել էր խորտմոր տանը, մի 10 օր պատ սպարվեր։ Են էլ չգիտեմ
Որտեղ եւ հանդիպեց ձեր Հա, աղջիկը։ որտեղ հանդիպեց, այտենց էլ խոսեցին, ճիշտ ասած, այդտեղ իմ մեղքն էլ կա, որ ես համաձայնվեցի, որ իբր թե կան, միանան, ամուսնանան։ Ձեզ հետ է պայմանավորվածություն ունեցել տղան, որ կնության է վերջ։ Խորտմոր հետ եկել են միասին, իրանք ոչ մեկն էլ ոչ եկել են, ոչ մի բան, ուղղակի աղջիկս մեկել է տղան խոսացել են, համաձայնության են եկել, որ յանթեք ամուսնանանք։ Որ այդ տղան պիտի գա մեր հետ, մեր տունը ապրի։ Իսկ քանի տարեկան էր ձեր աղջիկը։ 21։ Այդ ժամանակ 21 տարեկան էր։ Ներողություն, այդ տղան կամ տղայի ընտանիքը տեղյակ էր, որ ձեր աղջիկը որոշ առողջական տղային ծնողներ չուներ։ Ասացիք խորտմայր ուներ, չէ՞ որ ներկայացուցիչ։ Խորտմայրը իրան չի պահել։ Ես իրան ասել եմ, որ մեր աղջիկը սենց հիվանդություն ունի։ Լավ, իսկ դուք որ իմացաք, որ այդ տղան ասացիք հաշմանդամության կարգ ունի, չէ՞։ Այդ դեպքում ոնց համաձայնեցիք նման տղայի հետ թույլ տալ, որ ձեր աղջիկը մանավանդ որ առողջական խնդիր ունի շփվել, չէ՞ որ դա ասեք մի փոքր բոլորի համար մի քիչ ավելի բարդ է։ Այո, քանի որ որոշ մարդիկ ինձ խորհուրդ էին տվել, որ այդ հիվանդության դեպքում հնարավոր է, որ աղջիկը ամուսնանա, այդ հիվանդությունը մի քիչ հետ քաշվի, ոնց որ լավանա եւ այլը, մեկ էլ մտածեցինք, մեկը սենց չի ենթարկում, մի օր դուրս գա պատահական տղաների հետ կշփվի, գոնե սա օրինական կլինի, էլի, այս առումով։ Լավ, եկեք այս պատմությունը սկսենք հասկանալ նաև հակառակ կողմից, այսօր ձեր նախկին փեսան կամ ներկա փեսան դեռևս, որը այնուամենայնիվ օրենքով դեռևս ձեր օրինական դստեր, օրինական ամուսինն է, գտնում է կալանավայրում, որտեղից եւ մենք բացառիկ զրույցի հնարավորություն ունեցանք Կարենի հետ, ահա թե Կարենն ինչ է պատմում, այսինքն Կարենի վարկածը որն է սեփական կնոջ հոգեկան խանգարումների վերաբերյալ, նայենք էկրանին։ Մոր հետ յոլա չիտում շատ է, ու մեր տալը հոգեբուժարան, բան, քանի անգամ, ինչեւ մեծ ամուսնան է, ինչ շատ Что это понравилось? Чем асумсиалат եղել, տալել է, ինչ-որ յոլել կուրհաշիկի մտորքեժվել է տալեն հիվանդանոց։ Նա այդ արդեն տալը անգամից հայր այդպես տալեն հոգեբուժանը։ Ղափանա, դոր աղի հանքա, նոր մաշա, սովետաշեն, ո՞ր է չմնաց։ Վայ, եթե իր ասածների մեջ ընդհանրապես մի բառ ճիշտ չէ։ Ինքը ընդհանրապես ճիշտ է, հոգեկան հիվանդ չի, այդ կոչեցյալը, բայց ինքը բաների հետ խնդիրներ ունի, շատ տկարամիտ, մանկամիտ ազնվորություն է։ Ինչի համար։ Եթե իմ աղջիկս 3-4 տարվա հոգեկան հիվանդ տարմի քանի կլինիկաներում պարկած իր հետ ամուսնանում ասում է Կարեն ջան, բա գիտեսի մերը իմ գլխին սարքեց, բա գիտես, բա ես հիվանդ չէի, բա գիտես, որ ես սիրահարված էի, իրանք իմ գլխին սարքեցին, պարկացին եւ այլը, այդ տկարամիտը ինքան է տկարամիտ, որ չի հասկանում, որ ես աղջկա ասել է հիվանդ աղջկա, հո ասածը 100%-ով ու մինչև հիմա էլ այդ խելքով է։ Տիկին Լաուրա, դուք այս ամբողջ ընթացքում ոչ մի բառ չասեցիք ձեր ամուսնու, ձեր 4 երեխաների հոր վերաբերյալ, ուր է նա։ Իմ ամուսինը 93 թվին Ռուսաստանում է մահացել։ Կարենն այս մասին եւս որոշեց խոսել, լսեք թե ինչ է ասում ձեր փեսան։ Մորից է հանում, դու հորս լավիր, տնից հանիր, ծեշ մարդին չի արևոր։ Յամ շատ է խմում, գալիս է խմում, յամ փող չի բերում, մարդն դաժը ծետելով հանել տնից, միլիցիա կանչել վրեն, ծրեջի դավատ տեղը թող կնգա դարձ գնացա Ռուսաստան։ Գնացա Ռուսաստան աշխատի, թե ինչ են արել գլխին ոնց են կել աստված գիտի, խեշ մարդ մահացել է։ Չկա էս ո՞ց է, այդ վաղ ասը փոքր երեխա է եղել։ 10 տարեկան ինչ եմ անում։ Ասում եմ հերս իրա պատճառով գնալ Ռուսաստան ու նրա խեշ վերես մահացած, իրա դարձից։ Եթե հիմա ինքը ինչ-որ ծնողից է խոսում կամ ինչ-որ իմ ամուսնուց է խոսում, նախ այդ իրավունքը ինքը չունի,
Եթե ինքը այդ իրավունքը իրան վերապահում է, հիմա ես իմ լսելով, ես իրան ծնողներին չեմ ճանաչել, բայց որ այդ փողոցի բոմժը բերել եմ իմ տուն, փորը կշտացել է ու անկողին է ունեցել ու քանի տարի ապրել է մեր հաց ու ջուրով, հիմա էլ ես կարող եմ, ճիշտ ասած ես չի ուզում իրան այդ բառերն ասեի, բայց ես քանի որ ինքը տենց անկապ բաներ է խոսում, ասեմ ձեզ, որ ինքը ընդհանրապես ոտից գլուխ անկապություն է, եթե ինքը տենց անկապ բաներ է խոսում, այդ անձնավորությունը գոչեցյալ Կարենը, որ եկել է մեր տուն, ինքը բոմժի կարգավիճակում մարդ է եղել։ Ուղղակի խնդրելա, որ մի քանի օր, որ եկել է խորտ մորտուն, տարբեր մանրավաճառների հետ Եղվարդում ապրելուց է եղել, մինչ այդ էլ 3 անգամ դատված, մինչև մեզ հանդիպելը։ Երբ ինքը եկավ մեր տուն, ես որպես իրան օտար մարդ չեմ ընդունել։ Ամբողջ 3-4 տարի ես իրան ընդունել եմ որպես իմ երեխան։ Պահել ենք, լավ պահել ենք, նորմալ պահել ենք։ Փեսա չենք որպես ընդունել։ Ի վերջո ընտանիքը ստեղծված էր, որքան էլ որ դուք տկար եք համարում ուղեղով ձեր ներկա փեսային։ Դե տկարը էլի ծնվեցին երեխաները։ Ամենամեղմ ասածն է տկարը նրան։ Շատ լավ է, որ դուք մեղմ եք ասում, որովհետև մնացած բառերը պետք չի մեզ մոտ Շատ մեղմ եմ ասում։ Ծնվեցին զավակներ, թոռներ ձեր կյանքում։ Ինչ ստացվեց, որ ձեր աղջիկը կտրուկ մի շրջադարձային որոշում է կայացնում եւ գնում է մայրուղի։ Գնում է մարմնավաճառությամբ զբաղվելու։ 2010 թվականից հետո իմ աղջկա վիճակը շատ սրացավ, շատ վատացավ։ Սկսեց ինքը տնից փոքրը Նարեկը 3 տարեկան ծննդի օրը ինքը տնից փախավ։ Ու դրանից հետո շարունակվում էր ամեն օր, ամեն տարի, ամեն ամիս։ 24 օր փողոցից ոստիկանության միջոցով կամ մեր նախաձեռնությամբ, ընտանիքի նախաձեռնությամբ տեղափոխում էին 24 օր բուժում ստանում էր, մի քիչ լավանում էր, գալիս էր տուն, 10 օրից ինքը հայտնում էր, փախնում էր փողոց։ Ինքը մայրուղի չի գնացել, ինքը ընդամենը կարող է որպես գժված հիվանդ մարդ փողոցում տարբեր տղամարդկանց հետ շփված լինի, որը չենք ժխտում։ Տիկին Լաուրա, եթե դուք տեղյակ չեք դրա մասին, թե որ մայրուղու եւ որ հատվածում է կանգնում ձեր աղջիկը, փոքրիկ դադարից հետո կպատմի կիսաբաց լուսամուտները 02 լրատուի հետ միասին, ում տեսախցիկը որսացել է բազմաթիվ մարմնավաճառների շարքում, նաեւ հենց տիկին Լաուրայի դստերը։ Հեռու չգնաք։ Երկրի թիվ 1 թոք շոուի բոլոր թողարկումները դիտեք YouTube-ի Աթիրի հեռուստաընկերության պաշտոնական ալիքում։ Արտահայտեք ձեր կարծիքը, ծավալեք քննարկումներ կիսաբաց լուսամուտների Facebook-յան պաշտոնական էջում։ Հետևեք մեզ նաև Twitter-ում։ Ձեր կարծիքը կարևոր է մեզ համար։ Միացեք մեզ աշխարհի ցանկացած կետից։ Համացանցում մենք հասանելի ենք 24 ժամ շարունակ։ Կիսաբաց լուսամուտներ։ Երկրի թիվ 1 թոք շոուն բացել է իր դռները բոլոր նրանց առջև, ովքեր օգնության, սեփական պատմությունները, խնդիրները եւ կարծիքները բարձրաձայնելու կարիք ունեն։ Բոլոր նրանց, ովքեր խճճվել են կյանքի բարդ իրավիճակներում։ Բոլոր նրանց, ովքեր հուսահատվել են։ Առաջին աշխատավարձով դու ինչ ես գնել։ Քուրիկիս համար մի բան կա մաքուր մեղր։ Ում կյանքը իրականության ու ստի մարտադաշտ է դարձել։ Մենք պատրաստ ենք օգնել։ Պոլիգրաֆ սարքի միջոցով ճշմարտությունը բացահայտելով 99.9%-ով։ Եվ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հենց տաղավարից հետևել իրադարձությունների զարգացմանը։ Ես ուզում եմ օլիգարխ ուսուցիչ դառնամ։ Մասնակցել նկարահանումներին, ունենալ հնարավորություն հենց տաղավարում արտահայտել սեփական կարծիքը, կարող են զանգահարել մեզ եւ գրանցվել։ Բոլորին երջանկություն, goodbye։ Կիսաբաց լուսամուտներ։ Դուք դիտում եք կիսաբաց լուսամուտները, մեղքս որն է, եթե նոր եք միացել մեզ, ծանոթացեք թեմային։ Ինչպես Լաուրա Ղազարյանն է ասում, ամբողջ կյանքում ստիպված եղավ իր ուսերին կրել աղջկա, Արուսի հոգսը, ով սկզբում հայտնվեց հոգեբուժարանում, իսկ հետո արդեն դուրս եկավ մայրուղի։
Բախտի անիվը տիկին Լաուրային չժպտաց նաև փեսայի հարցում։ Երեխաների հայրը Կարեն Մկրտչյանն այժմ գտնվում է կալանավայրում։ Մեծացնելով թոռնիկներին Լաուրա տատիկը շարունակ իրեն հարցնում է. «Մեղքս ո՞րն է»։ Մտահոգվելով Նարեկի եւ Սուսաննայի վաղվա օրով եւ փորձելով աղջկա դժբախտության մեջ գտնել սեփական մեղքը, տիկին Լաուրան այսօր երկրի գլխավոր թոք-շոուի տաղավարում է։ Մեղքս ո՞րն է։ Կիսաբաց լուսամուտներից ներս։ Տիկին Լաուրա, դուք ասում եք, որ ձեր աղջիկը մարմնավաճառությամբ չի զբաղվում, բայց ոստիկանության ռեյդերի ժամանակ տեսախցիկը ֆիքսել է նաև ձեր դստերը, ես խնդրում եմ նայենք էկրանին։ Ես չեմ նայում, ես տեսել եմ, ես չեմ ժխտում, որովհետև ես մի երկու անգամ ես ինքս էլ տեսել եմ, բայց մինչև դադարն ասում եք, որ ձեր աղջիկը մայրուղում չէ, ես չեմ ժխտում, ես ասում եղել է դեպքեր, որ միացել է անգամ դրանց հետ, բայց հիմնականում ինքը տարբեր, ասենք, տարիքով տղամարդկանց հետ գնացել է, մի ամիս չի երևում, ու պատահել է, որ մի տարի անգամ մնացել է, դուրս եկել, նորից վատացել, նորից գնացել։ Ներողություն տիկին Լաուրա, ասենք դուք պատմում եք, դա նորմալ չի, որ ասենք աղջիկը տնից փախնի, փողոցներում անցկացնի եւ ասենք դա ձեզ չէր մտահոգում, ինչ որ միջոցներ չեք ձեռնարկում, լավ։ Միջոցներ ձեռնարկել եմ շատ, երևի ինձ նման անհանգստացող, միջոցներ ձեռնարկող, ամբողջ օրը փողոցներն ընկած, փողոցից ոստիկանները տանում էին հոգեբուժարան, ես գնում էի, նախարարություն էի դիմում, տվյալ հիվանդանոցի բաժնի վարիչին էի դիմում, որ այդ մարդը ծանր հիվանդ է, իր վիճակը լավ չի, մի քիչ երկարատև պահեք, ինքը նորից տուն է գալիս, 5 օրից հետո նորից փողոց է գնում, ես էլ ի վիճակի չեմ ման գալու իրան տուն բերելու։ Կարծում եմ ձեզ հետաքրքրի է ինֆորմացիան, որը Կարենը, այդ տկարամիտ երիտասարդն, ինչպես դուք եք ասում է այն բազմաթիվ տղամարդկանցից համենայն դեպս մեկի մասին, ում վրա ուշադրություն նա հրավիրեց։ Լսեք։ Ես ինչի հայա, պասկա հայա, ամերիկա հայա ես ուտում, ես ինչի հայա, ոնց է աղջիկան փողոց տախի, այդ մարդուս փող կրպի տանի, երեխտին պայ, դու պատկերացնում ես, այս է կալանավայրում, այդքան բան իմ կանանքից մեջ է եղել, ու ինք այդ մարդը ծանոթացել է, գնացել եկել է, փողը վես է տալա, դա մորը, որ երեխտին նայի, 50,000, 40,000, տորես 20,000, վայ ձեզ, տալա երեխտին, ոնց էր ասած, մեր աղջկան տախը վիդյու վրա։ Նոր ձեզ նշեցի, որ պատահել է ինքը դուրս է եկել տարիքով տղամարդու հետ, գնացել է իր տանը ապրել է, մեկ էլ տեղյակ ենք եղել անգամ։ Լավ, գումարը իրականում բերում էր տալիս էր ձեզ որպես իրականում գումար ինձ չի տվել, իրականում ինքը երեխաներին մի երկու անգամ տարել այդ մարդու տուն, այդ մարդը շատ բարեհամբույր երեխաներին վերաբերվել է, երեխաների նվերներ առել, շոր առել եւ այլ, բայց ես քանի անգամ եմ ոստիկանություն գնացել հենց այդ նույն պապիկից, այդ նույն բիձի դեմ բողոքելու։ Ինչի համար։ Նախ ես տեղյակ էի, որ ինքը այդ գիժը իր տունն է ապրում, բայց ինքը եթե պահում էր իր տունն էր պահում, գոնե թող նորմալ պահեր այդ տանը մեջ մնար դա։ Տիկին Լաուրա, ձեր աղջիկը ամուսնացած է, իր ամուսինը կալանավայրում է, չէ՞, դուք ասենք ոնց եք հանգիստ նստում ու նայում հետևում են ամեն ինչին, որ ձեր աղջիկը ամուսինը կալանավայրում, ինքը երեխաներին վերցնում է, ինչ-որ ուրիշ տեղ։ Ասեմ Սոնա ջան, որ իր ամուսին չի եղել։ Չէ, ներողություն, դա կապ չունի, թեկուզ շատ վատն է, ամենավերջին մարդը։ Ամենավերջին, թող ամուսին էլ չունենար, բայց ինքը իրավունք չուներ տեսնել, բայց քանի որ ինքը հոգեկան ծանր հիվանդ է, ինքը իր արարքները չի կարող ղեկավարել։ Այդ դեպքում ոնց եք երեխաներին թույլ տալիս նման մոր մոտ, ասենք ինչ-որ տեղ գնար, որ մանավանդ որ երեխաները գալիս ու պատմում էին, թե ուր էր մայրիկն իրեն տանում եւ մոտավորապես ինչ էր տեղի ունենում։ Սուսաննային իրականում ինքը ոչ թե այդ պապիկի տունն է տարած եղել, փողոց ինչ-որ դոմիկ, ինչ-որ տղամարդիկ, երեխան ինչքան քաղցր բան են հյուրասիրել, լացելա, լացուկոցը դել, որ տարեք տատիս մոտ։ Ժամը 2-ին տաքսիով բերեց իջացրեց երեխային, նորից տաքսիով հետ գնաց։ Մի հատ հարց ունեմ էլ, եթե թույլ կտաք, երբ ձեր աղջիկը հոգեբուժարան հաստատությունից դուրս է գրում, ինչ վիճակում է լինում։ Հոգեբուժարից դուրս գրված մի շաբաթ շատ խեղճ, շատ հանգիստ, մամա ջան, շատ լավ եմ լինելու։ Այսինքն դեղերը ընդունում է այդ ընթացքում։ Դեղերը հաստատությունում ինքը շատ լավ, շատ նորմալ բուժում ստանում է։
Տիկին Լավրա, մենք ձեզ ճիշտ ենք հասկանում, 24 օր նա գտնում է բուժ հաստատության պատերից ներս, որտեղ ստանում է հանրաժեշտ դեղամիջոցները, դրանից մեկ շաբաթ անց արդեն տնային պայմաններում հանգիստ է, հետո դուրս է գալիս փողոց, մինչև հերթական անգամ չեն բռնում, տանում ոստիկանության միջոցով։ Դա եղել է վերջին 3 տարին այդպես։ Ես առաջարկում եմ եւս մեկ անգամ Կարենին լսել, ընդհանուր տպավորությունը ստեղծելու համար, ինչ է նա ասում սեփական դեռևս կնոջ մարմնավաճառությամբ զբաղվելու վերաբերյալ։ Աղջիկը թողում է նա մարմնավաճառություն անի, հա, դες գնա փող վաստակից։ Ես զանգում ասում քեզ չու տալիս էլի դու։ Լավ վենում։ Դե ապրում։ Քույն գործ։ Գումերը ինքը փախում է մոտ 10-15 ոչմ փողը, իսկ գիշերում չի գալիս, առավոտ սա դեն գալիս է, բայց հիվանդ աղջիկան հետին հոգեմե դերես տարես։ Քեզ չու տալիս էլի գիշեր ժամ ասեն դուրս։ Ու դա ասում է սենշին, դա մտածես բերում կերտում խնդրում է դեզի, չէ, ինձ չի բերում, իրանց է տանում։ Դե մտածես լավ վնում, ինչ գործումն ես։ Ես բարդեր է։ Օպիտարով տնակ ասա բորնգություն կան ինչ կանի որսի հիպասնը հիվանդ աղջիկա։ Բացարձակ ստախոս չացածի մեկն այնքան։ Լավ, բացարձակ ստախոս փչացած է, ինչու է նման Ինչպես կարող եմ ես դրթել, եւ ես 13 տարիա տառապում եմ, միշտ հույս փափագելով, որ ինքը կլավանա ու իր երեխաներին տեր կկանգնի։ Շատ լավ, Տիկին Լավրա, ինչի է ձեր փեսան ձեզ մեղադրում դրա մեջ։ Ինչի համար ամյա, ինքը ընդհանրապես ինձ փեսա ընդհանրապես չի եղել, ես իրան եղել եմ բարերար, ինքը բոմժի կարգավիճակում, առանց ազնագիր, առանց որևէ փաստաթղթի, եկել է իմ տուն։ Շատ լավ, այդ կարգավիճակի եւ հենց բնակարանային պայմանների մասին Կարենը եւս խոսեց մեզ հետ, ահա թե ինչ հետաքրքիր բացահայտումներ է նա անում տան վերաբերյալ, լսեք։ Խոհանի, խնդրեմ։ Պաշտպանության տուն ստացա, տունը գտագեցի աղոսի վրա, եկայք, տունը ծախին մտին պատվարան հայգը մուկե վերևի տունը առաջարկը, հետն հասցեով։ Այստեղ ու առած տունն է կնգաս անում, կտակ է, մենակ աղջկանից առել, յանց է առել աղջկանից, վխին տվել մետը տարեն հոգի բուժան պարկասել։ Այստեղ վխին սակի մետել աղ պաշեն, տունն առել, տունը ծախին, տոպիկ տեղը ծազվանքն կունեք, տղու կամանգ են կողսակ փողը։ Բաճան հենց իր հալազուրի արնակից աղբեր ասեց, Կարեն, լավրի ինչ տանեք ձեր տուն պայեկամ ձեն նկողային, եթե տարակ աղուսին գիշրանց է կցելու, քեզը կցելա բերդի դրնետը, և աղբեր ասեց։ Կրկին նույն մեկնաբանություններն եք տալու, ստախոս։ Ես ինչի համար պիտի ստախոս, այն ոչ որ սուտ է ասում, նրան եմ ասում սուտ։ Ճիշտ է թույն է թափում, բայց իրականում իմ ջանքերով, իմ երեխեքի ջանքերով, այսօր այդ երեխեքը ծածկ ունեն։ Շատ լավ, Պաշտպանության նախարարությունը իրականում բնական է հատկացրել ձեր փեսային։ Իրականում իրան բնակարան չեն հատկացրել։ Բա։ Գումար են հատկացրել։ Որով նա բնական է գնել։ Բնակարան են գնել, այո։ Որը կտակել է ձեր դստերը։ Հրաչ ջան, չի կտակել, ստիպված է գրել տվել։ Ինչու ստիպված։ Ինչու, որովհետև մի ամիս այդ բնակարանում ապրելուց հետո գնաց միացավ խորթ աղբոր եւ խորթ մոր հետ եւ պլյուս խորթ մոր բարեկամների հետ ամբողջ 2 ամիս ընկած Երևան քաղաքում ինչքան բանկեր կա, ինչքան բաներ կա, որպեսզի այդ տունը գրավ տնի, գումար վերցնի, թռնի նրա չգիտեմ որտեղ ինչ իրանց հետ գործ տնի, ինչ անի։ Նրա համար երբեք տուն, ընտանիք, երեխա գոյություն չի ունեցել։ Տունն ինքն է գնել այնուամենայնիվ, իրեն հատկացված գումարով պետության հաշվին։ Ինչպես է տունը ձեզ բաժին հասնում։ Տունը քանի որ ես պատմեցի ձեզ, քանի որ համասեփականատեր էր ինքը Արուսի հետ։ Ինքը չկարողացավ այդ տունը ուտել իր այդ սիրելի խորթ մոր եւ խորթ աղբոր հետ, չկարողացավ, քանի որ Արուսի հետ համասեփականատեր էր։ Բոլոր բանկերը մերժեցին, որ մյուս սեփականատերն էլ պետք է ներկա լինի, որ ձեզ գումար տրամադրենք։ Ու այդ ստոր արարածը իր համախոհների հետ, որ կազմակերպում են այդ դավադրությունը,
վերջում գտնում են ազնվորություն, որ պիտի ցորենով փոխանակեն։ Այսինքն այդ մարդը նոտարով որևէ գործարք չի անի, ուղղակի գրքույկը կտան իրեն, ինքն էլ էժան գնով չնչին, ու ինքն էլ կգա մեզ կհանի այդ տնից։ Դուք արդեն ասեցիք, որ երբ ձեր դուրս էր գրվում եւ ինքը միայն կարող էր 24 օրյա բուժման կուրսից դուրս գրվել այն դեպքում, երբ կա համապատասխան եզրակացություն, որովհետև դա սահմանվում է օրենքով եւ նաեւ կառավարության 2010 թվականին կա կառավարության որոշումը համապատասխան, միայն իր դրության լավացման եւ առողջության հետ կապված եզրակացության հիման վրա։ Պարզապես դուք դեմ եք ընդհանրապես 24 օրին։ Դուք ուզում եք, որ շատ ավելի երկար մնա բուժհաստատությունը։ Դե թող մի 10 տարի, մի 2 տարի էլ տենց կրկնվի կամ երեխեքից մեկին սպանի կամ ինձ սպանի, որ նոր օրենքը հասկանա, որ այդ մարդը ծանր հիվանդ է, ձգտում է սեռական հարաբերություններ տարբեր տղամարդկանց հետ։ Դուք համապատասխան հաբերը տալիս եք իրեն, որ ինքը կանոնավոր ինքը երկարատև բուժման կարիք ունի, Ազժան։ Ես շատ գոհ ու շնորհակալ եմ այդ 24 օր բուժողներից, քանի որ նրանք անշահախնդիր անում են այդ ամեն ինչը, բայց ես բազմաթիվ անգամ դիմել եմ, որ իրան մի քիչ երկարատև, ոնց որ իրան պետք է իր հիվանդության համապատասխան երկարատև բուժում։ Ես անգամ դատարան եմ ցանկացել դիմեմ այդ հարցով, բայց քանի որ ես երրորդ կարգի հիվանդ եմ, ես ինքս խնամակալի կարիք ունեմ։ Ես չեմ կարող օրենքով իրան խնամակալ ձևակերպել, որ կարողանամ։ Ես առաջարկում եմ ընտանիքի մոտ բարեկամներից մեկին հրավիրել տաղավար, տեսնել նա ինչ է պատմում այս ամբողջ իրավիճակի մասին։ Տիկին Ռանետա Դավիթյանն է գալիս, դիմավորեք։ Բարի երեկո Տիկին Ռանետա, ձեր որդին այս պահին ուսանում է Տիկին Լաուրայի թոռան, Սուսաննայի հետ, 10-ամյա։ 4 տարի է մոտավորապես ծանոթ եք, չէ՞։ Ինչպիսին է տպավորությունը ընտանիքից, երեխաներից, հատկապես Սուսաննայից ու Ճիշտն ասած 4 տարի է, որ իրար հետ սովորում են, դպրոցում ենք ծանոթացել, իմացել եմ, թե մայրը Տիկին Լաուրան է երեխոցը, սկզբից։ Հետո գնալ գալով մոտիկանալով իմացա, որ իրա տատին է։ 4 տարի իրար շատ մոտիկ են, գնալ գալ կա, իրար լավին վատին հասնում ենք, այդ կնոջից ես հալա տատի չեմ տեսել, ոնց որ թորներին անայում, տանում, բերում, մաքուր, ամեն ինչով։ Մայրը երբևէ հայտնվել է դպրոցում։ Չէ, մայրը չի հայտնվել, այդքան ժամանակ 4 տարի գնում իր աստուն գալիս, մենակ մի անգամ եմ իր մորը տեսել ես։ Ինչ տպավորություն թողեց, իրականում հոգեկան ոչ։ Պարկացեր, հա։ Պարկած վիճակում տեսամ։ Դեղերի ազդեցության տակ էր հավանաբար։ Դե աշկերը բացեր տենց, հա։ Չէր շփվում։ Չէ, չէր շփվում։ Լավ։ Փոքրիկ դադար, որից հետո մենք վերադառնում ենք, փորձում հասկանալ իրական Տիկին Լաուրայի պահանջը այսօրվա համար եւ հնարավորի սահմանները ու կարելի երեխաների համար։ Հեռու չգնաք։ Երկրի թիվ 1 թոք-շոուն բացել է իր դռները բոլոր նրանց առջև, ովքեր օգնության, սեփական պատմությունները, խնդիրները եւ կարծիքները բարձրաձայնելու կարիք ունեն։ Բոլոր նրանց, ովքեր խճճվել են կյանքի բարդ իրավիճակներում։ Բոլոր նրանց, ովքեր հուսահատվել են։ Առաջին աշխատավարձով դու ինչ ես գնել։ Քուրիկիս համար մի բան կա մաքուր մեղր։ Ում կյանքը իրականության ու ստի մարտադաշտ է դարձել։ Մենք պատրաստ ենք օգնել։ Պոլիգրաֆ սարքի միջոցով ճշմարտությունը բացահայտելով 99.9%-ով։ Եվ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հենց տաղավարից հետևել իրադարձությունների զարգացմանը։ Ես ուզում եմ օլիգարխ ուսուցիչ դառնամ։ Մասնակցել նկարահանումներին, ունենալ հնարավորություն հենց տաղավարում արտահայտել սեփական կարծիքը, կարող են զանգահարել մեզ եւ գրանցվել։ Բոլորին եղջանկություն, goodbye։ Իսաբաց լուսամուտներ։ Երկրի թիվ 1 թոք-շոուի բոլոր թողարկումները դիտեք YouTube-ի Աթիրի հեռուստաընկերության պաշտոնական ալիքում։ Արտահայտեք ձեր կարծիքը, ծավալեք քննարկումներ Կիսաբաց լուսամուտների Facebook-յան պաշտոնական էջում։ Հետևեք մեզ նաև Twitter-ում։ Ձեր կարծիքը կարևոր է մեզ համար։ Միացեք մեզ աշխարհի ցանկացած կետից։ Համացանցում մենք հասանելի ենք 24 ժամ շարունակ։ Կիսաբաց լուսամուտներ։
Ինչպես Լաուրա Ղազարյանն է ասում, ամբողջ կյանքում ստիպված եղավ իր ուսերին կրել աղջկա, Արուսի հոգսը, ով սկզբում հայտնվեց հոգեբուժարանում, իսկ հետո արդեն դուրս եկավ մայրուղի։ Բախտի անիվը տիկին Լաուրային չժպտաց նաև փեսայի հարցում։ Երեխաների հայրը Կարեն Մկրտչյանն այժմ գտնվում է Կալանավայրում։ Մեծացնելով թոռնիկներին, Լաուրա տատիկը շարունակ իրեն հարցնում է. «Մեղքս ո՞րն է»։ Մտահոգվելով Նարեկի եւ Սուսաննայի վաղվա օրով եւ փորձելով աղջկա դժբախտության մեջ գտնել սեփական մեղքը, տիկին Լաուրան այսօր երկրի գլխավոր թոք-շոուի տաղավարում է։ Մեղքս ո՞րն է՝ կիսաբաց լուսամուտներից ներս։ Մեղքս ո՞րն է՝ կիսաբաց լուսամուտներից ներս, բարի երեկո, եթե նոր եք միացել մեզ, շնորհակալություն ուշադրության համար։ Վերադառնալով հիշեցնում ենք ձեզ կիսաբաց լուսամուտներ բարեգործական հիմնադրամի մասին, մենք այն ստեղծել ենք, որպեսզի միասին կարողանանք պայքարել այն ընտանիքների համար, ովքեր դժվար կացության մեջ են։ Կատարեք անվանական դրամական փոխանցումներ այն հաշիվներին, որոնք տեսնում եք ձեր էկրանի ներքևի հատվածներում, կամ զանգահարեք նյութական օգնություն առաջարկելու համար թեժգից 060 50 33 17։ Տիկին Լաուրա, դուք ձեր փեսայի մասին բոլոր բացասական բաներին գումարում եք եւս մեկը, որ բազմաթիվ կապտուկներն ու այլ հանգամանքներն էին երեխաների վերաբերյալ։ Ինչի մասին է խոսքը։ Խոսքը նրա մասին է, որտեղ ընդհանրապես դրանք, որ ընտանիք են իբրթե կազմել, ապրել են, երեխաներ են ունեցել, նրանք իրանց ապրուստի միջոցը եղել է ես եւ իմ մյուս երեխաներս, որ իրանց թե իրան, թե իմ աղջկան, թե իր երեխաներին կերակրել ենք, պահել ենք, հագցրել ենք։ Երբեք նա չի աշխատել։ Ես այն ժամանակ դեռ չգիտեի, որ այդ կապտուկները ինչ է նշանակում, վերջի ժամանակներս, որ հաղորդումներ էր լինում մանկապահովության մասին, հետո գլխի ընկա ու հասկացա, որ այն ժամանակ ես սխալվել եմ, որ չեմ դիմել համապատասխան մարմինների։ Սուսաննան դեռ 3 տարեկան չկար, անդադ ամեն օր ես իմ գնալ-գալը երեխաների նկատմամբ հսկողությունը եղել է, բայց իրանց հետ չեմ ապրել։ Դուք պնդում եք, որ հայրը բռնության է ենթարկել երեխաներին։ Ես երեխան դեռ 3 տարեկան չկար, մի օր գնացի տուն, տեսա ոտի ծերից մինչև երեսի վերևը երեխային ատամների ու բերանի տեղ կապտուկներով։ Ատամների ու բերանի տեղը կապտուկներ, աղջիկ երեխուն, 3 տարեկան, ոտից մինչև գլուխ։ Ճիշտն ասած, ես շատ ջղայնացա, ներվայնացա, ես անմիջապես իմացա, որ ինքն է արել։ Միայն Սուսաննայի վրա եք դա նկատել։ Միայն Սուսաննայի վրա։ Այն ժամանակ Նարեկը դեռ փոքր էր, քանի ամսական էր։ Վերջը ես աղջկաս ասեցի, ասի, ես ինչ է կատարում, հիմա ես գնամ միլիցիա բերեմ, ես երեխուն ինչի է սենց հարել, դե իր երեխան է սիրել, դե իր զենքը Արուսն է։ Ընդհանրապես իր զենքը Արուսն է եղել, որ ինքը օգտագործել է, ինչ հիմա անցել է որոշ ժամանակ, անցել է ժամանակներ, նորից նույն բաները երեխաների թշերի վրա, մարմնի վրա, տղա երեխուն եմ նկատել։ Տղա երեխուն։ Եվ հիմա լսենք, թե ինչ է ասում Կարենը մանկապիղծ լինելու մասին։ Ինչ մանկապիղծ, ես ինչին են սակում տեղքից, ես ինչ են ասում։ Այդ երեխեն աղջիկ երեխա, տղա երեխեն ես է պայելը մտեղից ձերից մեջ եմ ես պայել երեխեքին, մերը հոգի բուժամ տեղքին ես եմ պայել, նահագին ես եմ պայել, աղջկան տատնա պայել։ Ինչ էր է խոսում, ես շատ շուրել են անում։ Տանանգից մեզ չեն են սակում գրխից։ Չեն ամանչում, երեխին աշկլույցի պես եմ ես պայել, բանում են գրխի սարկելու, չեն էլ ամանչում։ Դրանք առաջ շանտաժները, աշկը գրխին սարկելը, ոչ նրան գրխին սարկելը, չգիտեմ ոնց սարկից որ կան, դա մանկով են առաջայթում, հա, այդ երեխուն օգտագործում են, երեխային բան կամ երեխուն ես իմ հայերը ինչի, ոյս ինչ են խոսում, ինչ են սակում։ Մի օր կողքի հարևանը գալիս է տուն, մտնում է տուն, մոտա իրենց, շուշուտ առած դուռը ծեծելու, պատահում է մտնում է ննջասենյակի դուռը բացում, տեսնում ինքը լրիվ մերկ պարկած, բացի ներքևի ներքնաշորից, պարկած, աղջիկ երեխան դեռ 4-5 տարեկան չկար, մարմինը մասաժ է անում։ Տիկինի պահանջները
առային, որպեսզի դուստրը երկարատև ժամանակով մնա բուժ հաստատության պատերի ներսում։ Որքանով են արդարացի եւ որքանով է հնարավոր դրանց իրականացումը։ Ձեր դուստրը միայն հոգեբուժանում կարող է մնալ երկարաժամկետ այն դեպքում, երբ լինի համապատասխան եզրակացությունը բժիշկների, որ նա երբևէ չի կարող բուժվել, այսինքն անբուժելի հիվանդություն է։ Շիզոֆրենիան բնականաբար անբուժելի հիվանդություն է, բայց դա երբեմն իր մոտ լինում է լավացումներ, այսինքն ինքը ժամանակ առ ժամանակ պետք է անցնի այդ բուժման կուրսը, դրանից հետո ընդունի կանոնավոր կերպով դեղերը։ Ասեմ, որ առիթ ունեցել եմ շփվել Տիկին Լաուրայի եւ իր թորնիկների հետ, Տիկին Լաուրան, չգիտեմ, մոր նման, հարազատ մոր նման նվիրված պահում է թորնիկներին, խնամում է։ Մի քանի անգամ եղել եմ իրենց տանը, տեսել ենք մեր խմբի անդամները պարբերաբար այցելում են, երեխան համապատասխան բժշկական հաստատությունում ինքը ստուգվել է երեխան մի փոքր Սուսաննան խնդիրներ ունի մաշկային հիվանդության հետ կապված։ Չգիտեմ, մնացած հարցերը իրավաբանական տեսանկյունից իրենց լուծումները կստանան, բայց Լաուրա տատիկին ուղղակի ուզում եմ շնորհակալություն հայտնել եւ խնդրել, որ նույն կերպ շարունակի, ասենք, հետևել թորնիկներին, նույն ձևով, նույն խնամքը տատի թորնիկների նկատմամբ։ Շնորհակալ եմ Սոնա, Սիրանուշ, Ռուզաննա։ Ձեր աղջիկը ի սկզբանե ունեցել է շատ ուժեղ ես։ Եղել է մի փոքր դժվար դաստիարակվող երեխա, ես որքանով ես լսեցի։ Ճիշտ եք նկատում։ Նման երեխաների հետ հատուկ վերաբերմունք է պետք դաստիարակությունը ապահովելու համար, նրանց անձը հաշվի առնել է պետք։ Էլզա, խնդրեմ, ինչ կասեք։ Մոտ տպավորություն ստեղծվեց մի փոքր գիքոր մեր պատմության նման է, այսինքն փոքրուց ոնց որ ձեզ պետք չի եկել ձեր 4-րդ երեխան ուղարկում եք Ռուսաստան։ Նա իմ 4-րդ երեխան չի, քրոջս հրավերով եմ ուղարկել, ընդհակառակը ինքը տանը ամենաակտիվ, ամենասիրված երեխաներից մեկն է։ Ես ոչ մեկին ջոկողություն չեմ տվել իմ 4 երեխաների մեջ։ Անկամ իմ 4-րդ երեխաս տղա է եղել, իրանք աղջիկ, ես այդ տղային աղջիկներից երբեք չեմ ջոկել։ Իրականում այս կա ժամանակահատվածում չկարողացանք ամբողջովին հասկանալ, թե ինչա ձեր աղջկա հետ կատարվել, շատ փոքր մանրուքներ կային, որ երևի թե պետք է մեկնաբանվեր, պարզաբանվեր, բայց ինչևից է։ Ձեր դիրքորոշումից նայելով, հա, կողքից երբ լսում եմ մեկնաբանությունները, որպես տատիկ ամենահեշտը կլիներ երեխաներին կտանեիք հանգիստ մանկատուն կհանձնեիք ու կապրեիք ձեզ համար։ Բայց չէ, տատիկը վերցրել է երեխաներին, պահում է ու մի բան էլ պայքարում է դրա համար։ Ես գիտեմ դուք ինչ տատիկ եք, ինչ խնամք եք տանում ձեր երեխեք թորնիկների հանդեպ։ Ես հոգատարության աստիճան ուղղակի, հա, ուղղակի ձեր այսօրվա այս պահվածքը, այդքան խոսելը, հակակրանքը, որ այդ փորձում եք արտահայտելու մեզ հասկացնել, թե ինչքան վատնա ձեր փեսան, դա ձեր ի վնաս ձեզ եք անում, որովհետև մենք բոլորս բացասական կարծիք կազմում ենք ձեր մասին։ Շնորհակալ եմ Տիկին Լաուրա հրավերն ընդունելու համար։ Այնուամենայնիվ տատիկը գուցե էմբոստ է, բայց էմբոստությունը պայմանավորված է մի բանով։ Նա պայքարում է թորների ապագայի համար։ Եկեք օգնենք նրան այդ հարցում։ Մենք էլ 060 50 33 17 առողջ ու երջանիկ ապրեք, սպասում ենք ձեր արձագանքներից։ Տեսություն։